Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1453-րդ օրն է, մինչ համաշխարհային առաջնորդները Մյունխենում լուծում էին աշխարհի անվտանգությանը առնչվող կարևոր հարցեր, Ռուսաստանը չի դադարում հույս ունենալ զավթել ավելի շատ ուկրաինական հողեր եւ շարունակում է իր անպտուղ հարձակումները։ Իսկ ուկրաինական դրոնները Սոչիից մինչև Բրյանսկ, Սարատով եւ Աստրախան հիշեցնում էին, որ պատերազմը միայն Ուկրաինայում չէ, այլ նաեւ Ռուսաստանում։ Ռազմաճակատում օկուպանտները նորից ունեն 1000-ից ավելի կորուստ, իսկ Զելենսկին Մյունխենում խոստացել է ռուսական բանակի ամսական կորուստները հասցնել մինչև 50,000 լիկվիդացվածի։ Ուկրաինայի զինված ուժերը ջախջախում են օկուպանտներին ռազմաճակատի ողջ երկայնքով, ակտիվ ընթանում են մերձամարտեր եւ թշնամու թաքստոցների ոչնչացում։ Բոլոր տեսանյութերը, ինչպես միշտ, մեր տելեգրամյան ալիքում են։ Իսկ ահա 3 մարտի դաշտում տեղի է ունեցել 205 մարտական բախում։ Ամենամեծ թվով մարտերը եղել են Պոկրովսկի եւ Գուլյայի Պոլիեի ուղղություններով։ Ռուսական զորքերի ընդհանուր մարտական կորուստները 22 թվականի փետրվարի 24-ից մինչև 26 թվականի փետրվարի 15-ը կազմում են արդեն 1,253,270 օկուպանտ, որից 1250-ը միայն անցած օրվա ընթացքում է ոչնչացվել։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Նաև անցած օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամու 673 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ Պուտինյան բանակի կորուստները աճում են, իսկ նախկին քանակությամբ նորակոչիկներ հավաքագրել չի հաջողվում։ Կրեմլի հավաքագրման արշավը, որը շռայլ բոնուսներով փորձում է ճակատ գայթակղել դեպրեսիվ տարածաշրջանների ռուսաստանցիներին, երկար ժամանակ անց առաջին անգամ դադարել է ծածկել Ուկրաինայում բանակի ռուսական կորուստները։ Բլումբերգի աղբյուրները հղում անելով արևմտյան հետախուզական տվյալներին հայտնում են, որ Ռուսաստանը տարեսկզբին դադարել է լիովին լրացնել ռազմաճակատի կորուստները։ Հունվարին ռուսական զորքում պայմանագրային զինծառայողների թիվը 9000-ով պակաս է եղել կորուստներից, այն դեպքում, երբ դեկտեմբերին այդ հարաբերությունը դեռ գրեթե հավասար էր։ Միևնույն ժամանակ Եվրամիության 5 երկրներ Ռուսաստանին մեղադրել են Նավալնիին էկվադորյան թույնով թունավորելու մեջ։ Ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնին թունավորվել է բանտում, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Նիդերլանդների համատեղ հայտարարության մեջ, որը փետրվարի 14-ին հրապարակել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ Այս երկրների կառավարությունները քաղաքական գործ չի նմուշների վերլուծության հիման վրա եկել են եզրակացության, որ նրան թունավորել են գերթունավոր նյութով։ Մերձավոր արևելքի իրադարձությունների ֆոնին Թրամփը մտադիր է փակել ծորակը Իրանի համար եւ զրկել հանցագործ վարչակարգին արտահանման հնարավորությունից, առաջին հերթին դեպի Չինաստան, իսկ Ալիևը պատասխանելով հայ լրագրողին Մյունխենում առաջարկել է սպասել Բայդենի վերադարձին խաղաղության խաչմերուկ նախագծի համար։ Փաշինյանի նախագծի վերաբերյալ այս հեգնական պատասխանը խոսում է ինքնին իր մասին եւ հաստատում է բոլոր այն կասկածները, որոնք ես հայտնել էի նախորդ երկու եթերներում, ովքեր դեռ չեն դիտել, անպայման դիտեք ուրբաթ եւ շաբաթ օրվա եթերները, շատ կարեւոր տեղեկատվություն կա։ Զուր չէր, որ Ալիևը փորձում էր ամերիկացիներից ներդրումներ ստանալ ոչ միայն Թրամփի ճանապարհի, այլ նաեւ արդեն գոյություն ունեցող միջին միջանցքի զարգացման համար, սակայն ամերիկացի գործարարները Ադրբեջանի գործերից ավելի լավ են տեղեկացված, քան կարծում էր ինքը Ալիևը։ Ուստի գումար չտվեցին ոչ Թրամփի ճանապարհի, ոչ էլ գոյություն ունեցող ճանապարհի համար, Բաքվի հերթական քննությունը տեղափոխելով 26 թվականի ամառ։ Եվրոպայի առաջնորդները հանդես են եկել Ռուսաստանի վրա ճնշումների ուժեղացման օգտին, ներառյալ Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնումը եւ պատժամիջոցների խստացումը։ Այսպես Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ընդգծել է, որ հնարավոր չէ հաղթել պատերազմը կապված ձեռքերով եւ կոչ է արել Ուկրաինային զենք տրամադրել Ռուսաստանի խորքերին հարվածելու համար։ Մեջբերեմ, մենք պետք է նրանց զենք տանք, որպեսզի նրանք կարողանան հարվածել Ռուսաստանին, ասել է Դանիայի կառավարության ղեկավարը։ Միևնույն ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նշել է, որ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում գնդակը Պուտինի դաշտում է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մատնանշել է, որ հենց Կրեմլն է արգելակում առաջընթացը դեպի խաղաղություն։ Ըստ գերմանացի նախարարի, Բեռլինը կշարունակի հուսալի խաղաղության ապահովման ուղիներ փնտրել, քանի որ Ուկրաինայի ապագան հիմնարար նշանակություն ունի ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային անվտանգության համար։ Հաճելի է իհարկե լսել, բայց գործերը տեսնել
տեսնել ավելի աջելի է։ Ովքեր բաց են թողել, ասեն, որ այս օրերին Գերմանիայում բացվեց առաջին ուկրաինական գործարանը, որտեղ համատեղ դրոններ են արտադրվելու Ուկրաինայի եւ Գերմանիայի համար։ Ֆինլանդիան կսկսի չեղարկել ռուսների անշարժ գույքի գործարքները, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը։ Ֆինլանդիայի իշխանությունների հայտարարությունից 3 ամիս անց, առ այն, որ ռուսների կողմից անշարժ գույքի տիրապետումը վտանգ է ներկայացնում պետական անվտանգությանը, Պաշտպանության նախարարությունը հայտարարեց որոշ անձանց գործարքների վերանայման միջոցառումների մասին։ Խոսքը Եվրոմիության եւ Եվրոպական տնտեսական գոտու անձնագիր չունեցող քաղաքացիների մասին է, այդ թվում ռուսների։ Իդեպ ռուսների բախտը չի բերում ոչ միայն արտասահմանում, այլև սեփական հայրենիքում։ Ռուսաստանում զանգվածաբար բռնագրավում են բնակարանները բյուջեի պատերազմական ծախսերը փակելու համար։ Վերջին տարիներին նման դեպքերի թիվը աճել է գրեթե 10 անգամ։ Այս կերպ Կրեմլը փորձում է կարկատել պատերազմից տուժած բյուջեի ճեղքերը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը։ Մեր եւ հակառակորդի հարվածների մասին կհայտնեմ եթերի եզրափակիչ մասում։ Նորությունները շատ են, կփորձեմ ձեզ կարճ տեղեկացնել միայն ամենակարևոր իրադարձությունների մասին։ Իդեպ մեր լսարանի մեծ մասը հավանաբար արդեն գիտի Գարեգին Բ-ի դեմ հարուցված քրեական գործի մասին։ Դուք գիտեք իմ դիրքորոշումը այս հարցում, նախ բոլորը հավասար են օրենքի առաջ, ինչ վերաբերվում է եկեղեցի պետություն հարաբերություններին, մեր եթերներում մենք բազմիցս ընդգծել ենք, որ բարեփոխումները վաղուց հասունացել են եւ անհրաժեշտ է եվրոպական օրենքների ընդունում 21-րդ դարի իրողությունները հնագույն ավանդույթների հետ համապատասխանեցնելու համար։ Ստամբուլում հայոց ցեղասպանություն իրականացրած երկրի գլխավոր քաղաքում տարբեր տվյալներով կա շուրջ 30-ից 35 գործող հայկական եկեղեցի, տարբեր դավանանքների առաքելական, կաթոլիկ, բողոքական։ Իսկ իմ հարազատ Երևանում ընդամենը 16-ը, նույնիսկ Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում այս պահին 5-ից ավել եկեղեցի չենք հաշվի։ Երևի պետք չէ ասել, չէ, որ Ստամբուլում տարբեր հաշվարկներով 50-ից 70 հազար հայ ապրում, իսկ Երևանում միլիոնից ավել։ Սա արդյունք է այն բանի, որ ամեն ինչ սահմանափակվում է բացառապես հայ առաքելական եկեղեցու դերով։ Այն, որ հայ առաքելական եկեղեցին մեր հիմնական եկեղեցին է, չի քննարկվում։ Ես ինքս այնտեղ եմ մկրտվել, բայց չէ որ կան նաև հայ կաթոլիկներ, բողոքականներ եւ այլ դավանանքների ներկայացուցիչներ։ Ինչու են նրանք մղվածի երկրորդ պլան։ Ով է իրավունք տվել 21-րդ դարում մեզ թելադրել մյուսներին, թե որ եկեղեցի գնան։ Իմ կարծիքով եվրոպական օրենքների ընդունումը կօգներ փոխել իրավիճակը դեպի լավը։ Կրկնեմ, մեր հիմնական եկեղեցին հայ առաքելական եկեղեցին է, բայց մենք պետք է մտածենք նաև այլ կոնֆեսիաներին պատկանող հայերի իրավունքների մասին։ Մենք արդեն ունենք պետություն եւ այստեղ չպետք է օլիգարխները մտածեն իրենց մոնոպոլիաների մասին, հոգեվորականները իրենց մոնոպոլիաների մասին, կամ ասենք բժիշկներն ու գիտնականները փորձեն այլ բժիշկների եւ գիտնականների գործունեությունը սահմանափակել։ Այսպես հեռու չեն գնա։ Ամեն մեկը պետք է ամրացնի երկիրը իր մասով, թեկուզ ինչ որ բան զոհաբերելով իր բարօրությունից, միայն մրցակցական դաշտով եւ նվիրումով կստեղծվի ամուր Հայաստան։ Ոչ թե ամեն մեկը փորձի իրենը առաջ տանի եւ ուրիշին չթողնի մուտք գործել ասպարեզ։ Ինչով է սա հայաստանյան իրադարձություններ են, ես Ուկրաինայից պարզապես իմ կարծիքը ասացի, որպես Հայաստանում ծնված մարդ, որովհետև հենց Ուկրաինայի օրինակով տեսնում եմ, որ այստեղ մարդիկ, որ կոնֆեսիային էլ պատկանեն, միավորված են, նույնիսկ կա Ուկրաինայի հոգևոր խորհուրդ, որտեղ կարևոր հարցերը քննարկվում են համատեղ բոլոր եկեղեցիների ղեկավարների միջև, այդ թվում նաև հայկական եկեղեցու։ Իսկ հա Պուտինին առաջարկել են հանձնել ՆԱՏՕ-ի տարվա մարտ մրցանակը Ռուսաստանի դեմ համախմբվելու համար։ Ուկրաինայի վրա հարձակված դիկտատոր Պուտինի գործողությունները հանգեցրել են ամերիկացի օրենսդիրների համախմբմանը իրենց հակառուսական տրամադրություններում։ Այս մասին հայտարարել է սենատոր Լինդսի Գրեմը, մեջբերեմ Պուտինը սենատում մեզ միավորելու համար ավելի շատ բան է արել, քան որևէ մեկը Ամերիկայում։ Ես նրան կհանձնեի ՆԱՏՕ-ի տարվա մարտ մրցանակը, եթե նա գար եւ ստանար այն։ Ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալիս ասել է հանրապետական սենատորը, ինչից հետո նորից կոչ է արել Կիևին փոխանցել տամագավք հրթիռներ։ Մինչ մեր եթերի մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Հավելեմ, որ սենատոր Գրեմի ելույթը վերաբերում էր իր այն օրինագծին, որը նա իր դեմոկրատ գործընկեր Ռիչարդ Բլումենտալի հետ առաջարկել էր անցյալ տարվա
գարնանը։ Այս նախաձեռնությունը նախատեսում է 500%-անոց մաքսատուրքերի սահմանում Ամերիկա ներկրվող այն ապրանքների համար, որոնք գալիս են ռուսական նավթ, գազ, ուրան եւ այլ հում գնող երկրներից։ Գրեմը սենատորը այս սահմանափակումները անվանել է կործանարար ռուսական տնտեսության համար։ Համաժողովի ժամանակ սենատորը հայտնեց, որ իր օրինագիծը այս պահին արդեն ունի 85 համահեղինակ։ Արևմուտքի քաղաքականության խստացումը արդիական է Ուկրաինայի էներգետիկ եւ քաղաքացիական օբյեկտների վրա Ռուսաստանի հանցավոր հարվածների ֆոնին։ Այս գիշեր դրոնները ռուսական 5 ուղղություններով թռչում էին դեպի խաղաղ քնած Ուկրաինա։ Պուտինյան հանցագործները Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 83 դրոն, որոնցից մեր հոբ ուժերին հաջողվել է խոցել 55-ը, արձանագրվել է 25 հարվածային դրոնի հարված 12 տեղանքում, ինչպես նաև խոցված դրոնների բեկորների անկում 3 վայրում։ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսները 3 վիրավորել են 6 մարդու։ Ռուսաստանը նաև դրոններով հարվածել է Օդեսայի մարզի քաղաքացիական երկաթուղային ենթակառուցվածքին, կադրը ձեր էկրանին է, մասնավորապես հարձակման հետևանքով վնասվել են դեպոյի տարածքում գտնվող շենքը, բռնկվել է նաև մասշտաբային հրդեհ, այրվել է վագոն ցիստերնան, բոլոր մասնագիտացված արտակարգ ծառայությունները աշխատել են հետևանքների վերացման ուղղությամբ, հրդեհը արագ մարվել է։ Սպիտակ տան ակնարկների եւ Ուկրաինայի հարցով բանակցություններից Ամերիկայի դուրս գալու մասին լրատվամիջոցների հաղորդագրությունների ֆոնին Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշեց հստակություն մտցնել այս հարցում։ Նախորդին մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ նա հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները տրամադրված են շարունակել բանակցությունները Ուկրաինայում պատերազմը ավարտելու համար։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Թոմի Պիգոտը։ Չեմ կարծում, որ հենց Ռուբիոն է որոշում Ամերիկան դուրս կգա բանակցություններից թե ոչ, բայց կան նման հայտարարություն, գուցե այն ինչ-որ մեկին հետաքրքրի։ Այսպես կոչված բանակցությունները ընդամենը PR-ի փորձ են դարձել Սպիտակ տան նոր ղեկավարի համար, ինչպես նաև նրա փորձը հանցագործ Պուտինին արդարացի պատժից փրկելու համար, բայց խաղը շարունակվում է, տեսնենք թե ում կողմը կհաղթի։ Այս ամենի ֆոնին ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմը Ուկրաինայի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։ Այս մասին նա հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ։ Մեջբերեմ նույնիսկ Վաշինգտոնում տիրող քաոսի եւ տագնապի մեջ Կալիֆոռնիան շարունակում է առաջատար մնալ որպես կայուն տրանսատլանտյան գործընկեր։ Մենք միշտ կլինենք համաշխարհային գործընկեր հանուն բարօրության։ Մեջբերում է մամուլի գրասենյակը Նյուսոմի հայտարարությունը։ Սոցիալական ցանցում մեկ այլ գրառման մեջ Կալիֆոռնիայի նահանգապետի մամուլի գրասենյակը մեջբերում է նրա խոսքերը Ուկրաինային աջակցելու մասին։ Մեջբերեմ Կալիֆոռնիան աջակցել է Ուկրաինային ազգային գվարդիայի ուժերով, տեղակայել է դաշտային հոսպիտալներ եւ հանձնառություն է ստանձնել երկրի վերականգնման հարցում։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք օգնել նրանց, հայտարարել է Նյուսոմը։ Նշենք, որ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո Գևին Նյուսոմը դարձել է նրա գլխավոր մրցակիցը Դեմոկրատական կուսակցությունում։ Նրան դիտարկում են նաեւ որպես Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու, դե տեսնենք ժամանակը ցույց կտա։ Իդեպ եւս մեկ քար դեպի Ուիտկոֆի եւ Թրամփի այգին Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ պատերազմի պայմաններում Ուկրաինայում ընտրությունների քննարկումը դա ցինիզմ է։ Նա նման հայտարարություն է արել շաբաթ օրը փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի իր ելույթի ժամանակ։ Եվրոխորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ Եվրոպան մնում է Ուկրաինայի կողքին։ Նա նշել է, որ վերջերս Եվրոպական խորհրդարանը համաձայնեցրել է 90 միլիարդ եվրոյի վարկ Ուկրաինայի համար։ Ըստ Մեցոլայի Ուկրաինայի անդամակցությունը Եվրոմիության Եվրոխորհրդարանում ունի լայն աջակցություն։ Անցած գիշերը անհանգիստ է եղել ինչպես Ռուսաստանի սահմանամերձ շրջանների, այնպես էլ Կրասնոդարի երկրամասի համար։ Սոչիում բնակիչները դժգոհում էին բարի դրոններից, այնտեղ սիրենաների ներքո պայթյուններ են որոտացել, ռուսական ալիքները գրում էին դրոնների խոշոր հարձակման մասին, հաղորդվում էր Սոչիի եւ Գելենջիկի օդանավակայանների աշխատանքի սահմանափակումների մասին։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Վալնա ավանի մոտակայքում գտնվող Տրանսնեֆտեգազ տերմինալին եւ ժամանակավոր օկուպացված Ղրիմում գտնվող Պանցիր S1 զենիթահրթիռային համալիրին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը։ Մեջբերեմ ռուսական ագրեսորի հարձակողական եւ տնտեսական ներուժի նվազեցմանն ուղղված հետեւողական միջոցառումների շրջանակում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները շարունակում են հարվածներ հասցնել թշնամու կարևոր ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին, թշնամու տարածքի խորքում եւ օկուպացված տարածքներում, ասվում է հաղորդագրության մեջ, մասնավորապես
հաստատվել է Տաման նեֆտեգազ նավթային տերմինալի խոցումը, օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել, վնասի չափերը ճշտվում են։ Բացի այդ, Կաչահավանի շրջանում հաջողությամբ խոցվել է ռուս զավթիչների Պանցիր S1 համակարգը։ Անցած օրվա ընթացքում հարվածներ են հասցվել նաև այլ ուղղություններով։ Դոնեցկի մարզի Վոլնայե բնակավայրի մոտ խոցվել է ռուսական զինված ուժերի հրետանային բրիգադներից մեկի վերանորոգման ստորաբաժանումը, իսկ Զապորոժիեի մարզի Լյուբիմովկայի շրջանում հարված է հասցվել զավթիչների կենթանի ուժի կուտակման վայրին։ Իդեպ պարտիզանները նույնպես վատ չեն աշխատում թշնամու դեմ։ Ատեշ շարժման պարտիզանները Արիոլ քաղաքի երկաթուղային հանգույցում ոչնչացրել են էլեկտրաքարշ։ Պարտիզանները հայտնել են, որ հրդեհման միջոցով շարքից հանել են բեռնատար էլեկտրաքարշի կարևորագույն սարքավորումը, այսպիսով ատեշը խափանել է ռուսների լոգիստիկան Կուրսկ-Սումի ուղղությամբ, թեկուզ կարճատև, բայց խափանել է, որքան շատ վնասներ հասցնենք ռուսական պոտենցիալին, այնքան հեշտ կլինի մեր զինվորների համար ռազմաճակատում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մյունխենում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայի համար էներգետիկ եւ ռազմական օգնության կոնկրետ փաթեթների շուրջ մինչև փետրվարի 24-ը։ Երկրի ղեկավարը ընդգծել է, որ ՀՕՊ-ը Ուկրաինային անհրաժեշտ է ամեն օր Ռուսաստանին տերորի լծակներից զրկելու համար։ Մյունխենում մենք բերլինյան ձևաչափի առաջնորդների հետ պայմանավորվել ենք Ուկրաինայի համար էներգետիկ եւ ռազմական օգնության կոնկրետ փաթեթների մասին մինչև փետրվարի 24-ը։ Ես շնորհակալ եմ գործընկերներին օգնելու պատրաստակամության համար եւ մենք ակնկալում ենք, որ բոլոր մատակարարումները տեղի կունենան օպերատիվ կերպով, հայտնել է Զելենսկին։ Այսքանով ավարտեմ իմ կիրակնօրյա եթերը, հիշեցնեմ նաեւ, որ ուրբաթ եւ շաբաթ օրերի եթերները հագեցած էին կարևոր փաստերով, անպայման դիտեք դրանք տեղի ունեցողի ամբողջական պատկերն ունենալու համար, այնտեղ կա չափազանց կարևոր տեղեկատվություն։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ է օգնում։ Ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում եւ մինչ նոր հանդիպում վաղվա եթերում, բարով մնաք։